Աշոտ Մինասյանը հայտարարել է, որ ինքը անվերապահ աջակցում է Արաքելական եկեղեցուն, վեհապարին, դրա համար չի ներվում, այս մարդու գործունեությունը չի տեղավորվում իշխող կուսակցության փիլիսոփայության մեջ։ Ասում եմ, փոքրություն է դրսևորում այսօրվա իշխանությունը ու նաև ունի վախեր, որ կարող է մարդկանց վրա ազդեցություն ունենալ Միքայել Սրբազանի նման մարդկանց խոսքը։ Այս երկրում ամեն լավ բան պետք է փակվի իրենց տրամաբանության պետը։ Մենք աշխարհի 5 հզոր երկրներից երկուսին ճանապարհ ենք խոստացել, նույն ճանապարհն ենք խոստացել։ Սա մի օր հանգեցնելու է աղետի, դրա համար ենք ասում, որ օր առաջ պետք է հրաժարվել փաստաթղթերից, պետք է դուրս գալ այդ համաձայնագրերից։ Սա ուղղակի պիլոտային ծրագիր է, որի հաջորդ քայլը պետք է լինի, որ Հայաստանի կախվածության մեջ գցեն ադրբեջանական էներգիայից։ Այսինքն հաջորդիվ կարող է լինել, որ Հայաստանը միգուցե գազ ներկրի Ադրբեջանից ու նստացնեն Ադրբեջանի էներգետիկ ասեղի վրա։ Երևանի քաղաքապետ Ավինյանը գտնում է, որ որոշ ավականու անդամներ լոճվել են։ Դա ասում են, որ կլսնեն ԿԳԲ-ի պատվալները, իմիջիայ չեն ասում ԱԱՑ։ Իրենք համարում են, որ դա ԿԳԲ պատվալներ են։ Մարդը նոր նկարվել էր այդ շինության կողմին։ Անհրաժեշտ է մի անգամ գոնե Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդին դավաճանած մարդկանց օրենքի ուժով պատժել։ Երբ որ մի անգամ այդ պատիժը վրա կհասնի, հաջորդիվ սերունդների համար դա դաս կլինի հայ հանրությանը ու հայ քաղաքական դաշտին փորձում են ստերջացնել մինչև վերջ։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ։ Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրյանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Մասիս, մենք տեսնում ենք, որ մեր իշխող կուսակցությունը եւ իշխող քաղաքական ուժը արտաքին քաղաքական փափկության հետ մեկտեղ ներքին քաղաքական կյանքում կիրառում է բավականին կոշտ միջոցներ հնարավոր քաղաքական եւ ոչ քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Այսպես Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը ձերբակալվեց 1 տարի 10 ամսով, տեղափոխվեց արդեն Վարդաշեն քրեական հիմնարկ, չնայած ունեցած առողջական խնդիրներին։ Մենք նկատում ենք, որ այս իշխանությունը գնում է նախորդ իշխանություններին բնորոշ բռնության ուղով, թե ամեն դեպքում սա ժամանակավոր է եւ այս իշխանությունները ինչ-որ պահի հետ կկանգնեն բռնություններից եւ կգնան ավելի դեմոկրատական ճանապարհով։ Ասենք նրանից, որ Աշոտ Երկաթ Մինասյանը ինքը այս իշխանությունների համար 20 թվականի պատերազմից անմիջապես հետո ամենաանցանկալի մարդկանցից էր։ Իրենք բազմաթիվ հրամանատարներից շատ քիչերն ընտրեցին, որ կփորձեին մեկուսացնել ու սրա մի քանի պատճառներ կար։ Նախ մենք հայտնի դիզայնագրություն կար, որի շրջանակներում իրեն ձերբակալել են, բայց այդ ժամանակ բոլորն են էմոցիոնալ նոյեմբերի 9-ին ստորագրված այդ պայմանագրից հետո, համաձայնագրից հետո Աշոտ Մինասյանը ցույց տվեց, որ ինքը ինչ որ համակարգի մաս չի կազմում, ինքը ինքնուրույն հրամանատար, ինքնուրույն գործիչ է ու ինքը շատ վատ է վերաբերվում, օրինակ Հայաստանի հանձնվելուն, Արցախի հանձնվելուն պարտությանը, ինքը չի ընկալում այդ ամեն ինչը, ինքը պատրաստ էր իր էմոցիաները բացվելու համար միգուցե գործողություններ պատրաստ, բայց չէր փորձում համակերպվել եղած իրողությանը, այսինքն նոյեմբերին։ Դրան հաջորդեց նաև այն, որ Աշոտ Մինասյանը առաջինն էր, ով բարձրաձայնեց Գորիսից Կապան գնացող ճանապարհի հանձնելու process-ը։ Երբ որ իրեն տարել են հարցաքննության հարցրել են, թե ինչպես եք իմացել, որ այդ ճանապարհը հանձնում են, ասում էր, որովհետև Լեցանով անցնող ճանապարհը, երբ որ գնում ես Տաթևով դեպի Կապան, այդ ճանապարհը միջքաղաքային ճանապարհ էր, բայց նոր ճանապարհ են կառուցում, որը կառուցում է միջպետական ճանապարհի տրամաբանությամբ, այսինքն լայնությունը, հաստությունը Աշոտ Մինասյանը գնացել էր չափումները իրականացրել, հասկացել էր, որ սա ոչ թե միջքաղաքային ճանապարհ է, այլ միջպետականից, եթե մի միջպետականը կառուցում, նշանակում է մյուս միջպետականը պետք է հանձնեն։ Ու այս մարդիկ ուղղակի ապշել էին, որովհետեւ մտածող մարդ են տեսել։ Այսինքն երբ որ ամեն ինչ դիտարկում է, դիտարկումներն արել է, դրա մասին բարձրաձայնել է ու Աշոտ Մինասյանը բոլոր նմանատիպ հարցերում ինքը իր խոսքը բարձրացրել է ու իր դիրքորոշումներն է հայտնել ու պատրաստակամությունը։ Հերթական անգամ Աշոտ Մինասյանի նկատմամբ բռնություններ սկսեցին կիրառել, որովհետև նա նաև եկեղեցու խորհրդի անդամ է։ Սյունիքի եկեղեցու խորհուրդն է ներկայացնում, քաղաքացիական ազատից նաև խորհուրդ կա կազմված, որը եկեղեցական կյանքին մասնակցություն է ունենում, եկեղեցի հասարակություն կապին է մասնակցություն է ունենում, ու Աշոտ Մինասյանը հայտարարել է, որ ինքը անվերապահ աջակցում է Արաքելական եկեղեցուն, վեհապարին, դրա համար չի ներվում, այս մարդու գործունեությունը չի տեղավորվում իշխող կուսակցության փիլիսոփայության մեջ, ու նման մարդիկ իր համար խոչընդոտ են, իշխանությունների համար խոչընդոտ են, դրա համար ամեն կերպ պետք է անեն, գործ կարեն, փորձեն մեկուսացնեն։ Սա շարունակություններ Աջապահյանի
լրացնելու շարունակություն, երբ որ Աջապահյանին ձերբակալեցին, հաջորդը ձերբակալել են Մինասյանին, որպեսզի քաղաքացիների շրջանում էլ մարդիկ չլինեն, ովքեր որ կմոբիլիզացվեն կոնկրետ հեղինակություն վայելող անձանց շուրջ, մասնավորապես Սյունիքում ու հենց Սիսիանում Աշոտ Մինասյանի շուրջ կարող են համախմբվել ու պաշտպանել, աջակցել եկեղեցուն։ Չնայած Աշոտ Մինասյանի լավ իմանալով մենք իր հետ բավական ջերմ հարաբերություններ ունենք, ասեմ, որ այդ մարդուն մի տարի, 10 տարի փակելով ոչ մի կերպ չեն կարող ոչ իրեն կոտրել, ոչ իր ոգին կոտրել, իր պատրաստակամությունը, այդ մարդը մահը իր աչքերով տեսած մարդ է։ Քարվաճարը իմիջիալոց ազատագրած 4 հրամանատարներից մեկն է, որը նաև թշնամին լավ գիտի ու հենց սա էլ չի ներվում։ Հրամանատարներից 3-ը մահացել են, ազատագրող 4 հրամանատարներից 3-ը մահացել են, մեկը ինքն է։ Ու սա էլ չի ներվում, որովհետև դա էլ է մեծ օպերացիա է եղել, որի ժամանակ Ադրբեջանը մեծ քանակի զոհեր է տվել, մեծ կորուստներ ունեցել։ Երկրորդ ազատագրման ժամանակ Ադրբեջանը ունեցել է 6000-ի մոտ զոհ։ Ու սա Մինասյանին չի ներվել։ Բայց Մինասյանը ուժեղ ոգի ունեցող հրամանատար է, ուժեղ ոգի ունեցող հայ է ու կալանքը չի, որ պետք է իրեն վախեցնի կամ զսպի։ Իմիջիալոց մարտական եղբայրություն միաբանությունը իր լիակատար աջակցություն է հայտնում թե հոգեպես, թե բարոյապես, թե ամեն կերպ մենք պատրաստ ենք աջակցել, կողքը կանգնել, ցանկացած պարագայում լինել Աշոտ Մինասյանի կողքը։ Մենք համարում ենք մեր ավակ սերունդը, մեր ավակ ընկերը Աշոտ Մինասյանին, այսքան Աշոտ Մինասյանի մասով, բայց հա, իշխանությունները շարունակելու են այս ռեպրեսիաները ու սա ինքը նախադեպեր ունի։ Իմիջիալոց ժամանակին Մինասյանը հենց մեր գրասենյակում երբ որ զրուցում ենք, ասեց 95 թվականից սկսեց այս ամեն ինչը։ Այս ռեպրեսիաները սկսեց 95 թվականից, երբ որ Արաբո ջոկատի հրամանատար Մամեդ Եղիազարյանին 95 թվականին, երբ մանդատը արդեն էլ չէր գործում, պատգամավորական մանդատը, երբ որ Եղիազարյան Մավելի տան վրա հարձակվեցին, երբ որ Եղիազարյան Մավելին ձերբակալեցին, մեծ ժամանակ բոլորս լուր մնացինք ու ինքն իրեն էլ էր մեղադրում, որ ինքն էլ էր լուր մնացել։ Ասում է հետագայում այդ աղետը բոլորից դռները թակեց։ Երբ որ մեր մարտական ընկերներին հրամանատարներին սկսեցին կպնել, լռությունը ծնեց նախադեպ, որ հանցավորությունը իշխող համակարգերը հանցավորությունը շարունակեն։ Իսկ 95 թվականից մինչև օրս մեր բոլոր իշխանությունները նման հրամանատարների նկատմամբ բռնություններ են կիրառել ու լավ տեսակի հայերի նկատմամբ են բռնություններ կիրառել։ Մենք բոլոր իշխանությունների ժամանակ ունեցել ենք քաղբանտարկյալներ, քաղհալածյալներ ու հիմնականում որ տեսնենք թե ովքեր են քաղբանտարկյալներն ու քաղհալածյալները եղել, այդ հայ մարդու լավագույն տեսակներն են եղել։ Բռնությունները շարունակում են նաև հոգևորականների նկատմամբ։ Միքայել arczepiskopos Աջապահյանը, ով այս օրերին պատրաստվում է վիրահատության, հայտնում է, որ իր կրոնի եւ խղճի ազատությունը ոտնահարվում է, իրեն թույլ չեն տալիս մասնակցել կիրակրոնական հրապարակին, նաև թույլ չեն տալիս հոգևոր տեսուչին իրեն այցելել։ Ի՞նչն է պատճառը, որ իշխանությունները այսքան մեծ ռեսուրս են կիրառում կոնկրետ Միքայել Աջապահյանին ճնշելու ուղղությամբ։ Մարդն անգամ քաղաքական հայտ չի ներկայացնում։ Մենք սրա մասն ենք բարձրացնել, որ հենց Միքայել Աջապահյանի հարցը բոլոր հարցերից առանձնանում է, որովհետև Աջապահյանը բոլոր ժամանակներում ինքը հայտնել է ընդդիմադիր դիրքորոշում, այսինքն ինքը միշտ արդարության կողմից է եղել ու ինքն է կոչ արել, որ օրինակ պետք է երկրորդ, երրորդ նախագահները հեռանան քաղաքական դաշտից, որպեսզի հնարավոր լինի Փաշինյանին հեռացնել, որովհետև երկրորդ եւ երրորդ նախագահներին ինքը ուղիղ մեղադրեց, ասես դուք եք այսօրվա իշխանության գոյության երաշխավորը։ Սա էլ չի ներվել Միքայել Սրբազանին։ Ու հենց այս արդարությունն է, որ ամեն կերպ խանգարում է օրվա իշխանությանը ու ամեն կերպ իրենք փոքրοκություն են դրսևորում, փորձում են ամեն կերպ հալածել, ասել տեսեք թե ինչ է հասնում են մարդկանց, ովքեր կփորձեն ճշմարտությունը բարձրացնել։ Ոչ մեկ դրա մասին չէր խոսում, չէ՞։ Ընդդիմադիր քաղաքական ուժեր կան, ովքեր բարձրացնում են, բայց նման մեծ հեղինակություն ունեցող անձանցից ոչ մեկ մենք չենք լսել։ Ընդդիմության այսօր լիքը մարդիկ կան, ովքեր որ գործում են ու չեն ասում, որ երկրորդ, երրորդ նախագահներն ու առաջին նախագահն միասին իրենց գոյությամբ ապահովում են այսօրվա իշխանության գոյությունը, որովհետև իրենք հասկանում են, որ իրենց անտի-ռեյտինգի հաշվին օրվա իշխանությունը ունի իրենցից բարձր ռեյտինգ։ Ասում եմ փոքրοκություն է դրսևորում այսօրվա իշխանությունը ու նաև ունի վախեր,
որ կարող է մարդկանց վրա ազդեցություն ունենալ Միքայել Սրբազանի նման մարդկանց խոսքը։ Ու ամեն կերպ փորձում է միջամտել ու նաև եկեղեցում էլ բավականին մեծ հեղինակություն ունի։ Բայց հոգևոր տեսուչի հետ էլ թույլ չեն տալի հանդիպել, որովհետև կարող եկեղեցում էլ ինչ-որ բաներ փոփոխվեն։ Չգիտեմ, Սրբազանը կարող է ինչ-որ բան փոխանցել, որը որ իրավիճակ կփոխի եկեղեցու այս բարակվածության հետ կապված, որը կարող է խանգարել այսօրվա իշխանությունների պլանները, որովհետև ամբողջ տարի մենք տեսանք, թե ինչպես են այսօրվա իշխանությունները պայքարում եկեղեցու դեմ Ադրբեջանի պահանջով։ Սա ուղիղ Ադրբեջանի պահանջներ մայիսի 22-ից սկսած Փաշազադեի հայտարարություններից հետո սկսվեց եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները։ Ու երբ որ, չգիտեմ, Արշակ Սրբազանի հետ կապված անձնական կամ հետագայում արդեն մարիխուանայի մեկը մյուսի գրպանը գցելու գործերով սրանք խեղկատակություն են, մենք հասկանում ենք, որ իրենք հանցագործ չեն ցանկանում բռնել։ Սա ուղիղ ուղղված է եկեղեցու դեմ, որովհետև մենք նույն մեծ աղմուկով չենք տեսնում, որ թմրանյութեր բաժանողներ, վաճառողների նման մեծ աղմուկով բռնեն։ Ընդ որում այս դեպքի բազմաթիվ տարիներ առաջ իբր տեղի ունեցած դեպք է։ Հա, 18 թվականին, երբ որ օրինակ նույն կերպ սկսվել էր շարժում եկեղեցու դեմ, որը որ հետագայում մարեց, բայց այդ շրջանակներում ձերբակալեցին, բայց մենք չենք տեսնում, չէ, որ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված, չգիտեմ, հստակ ձևով պայքար են բավում թմրամիջոցների տարածման դեմ։ Մենք ամենուրեք տեսնում ենք Telegram-յան ալիքներ, TikTok-յան ալիքներում, երբ որ քարոզ է տարվում, չգիտեմ, վաճառքի են համում, այդ մարդկանց չեն էլ ձերբակալում։ Մենք երբևիցե տեսած չենք խոշոր, այսինքն մայր մեղուներին երբ որ բռնեն։ Եկեղեցու նկատմամբ բռնությունների շրջանակում կարող է նաև դիտարկվել հոգևոր կրթական ծրագրեր ներկայացնող Շողակաթ հեռուստաընկերության փակման գործընթացը, որը հունվարի 1-ից այլևս չի գործելու։ Սա արդյոք կապ ունի եկեղեցու եւ իշխանության ընդհարման հետ, թե ամեն դեպքում սա եւս մեկ քայլ է ազգայինին հարվածելու գործող իշխանությունների կողմից։ Ընդ որում հիշենք, որ 19 թվականից սկսած արդեն բազմաթիվ ՀԿ-ներ, որոնք արևմտյան պետությունների կողմից են հովանավորվում, քայլեր ձեռնարկում էին այս հեռուստաալիքը փակելու ուղղությամբ։ Եվ այն, այսինքն իրենք եւ եկեղեցու հետ խնդիր ունեն, եւ քանի որ եկեղեցին ազգային ուղղությունն է պահում, եւ այդ պատճառով իրենք փորձում են ամեն կերպ խոչընդոտել, դրա համար վերջը ասում են նրան, որ փակում են, որովհետեւ Շողակաթ հեռուստաալիքը իրականում ֆինանսավորվում է երկու կողմից։ 50% ֆինանսավորումը տեղի ունենում պետության կողմից, 50% եկեղեցու կողմից հավասար մասնաբաժիններով ու հա, այս երկրում ամեն լավ բան պետք է փակվի իրենց տրամաբանության պետ է, որովհետեւ այսօրվա դրությամբ Փաշինյանը գնում է դեպի մեն իշխանության։ Ինքը ավելի շատ նման է Ալիևի կողմից նշանակված կերպարի, որ գերիշխան է նշանակվել արևմտյան Ադրբեջանում, այս տրամաբանության մեջ է ինքը գործում։ Դրա համար այն ինչ որ հայկական է փակում է, հաջորդիվ կարող է բացվել, չգիտեմ, Ղազիաթի ինչ որ հեռուստաալիք, որը որ կսպասարկի կամ միգուցե այդ արևմտյան Ադրբեջան հեռուստաալիք ունեն իրենք նաև որոշ ժամանակ հետո կսկսեն, չգիտեմ, դա ցուցադրել։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը շեշտում է, որ TRIP կոչված ճանապարհը մասնավորապես երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է։ Նա ասում է, որ սա սկզբում եղել է ադրբեջանական ԽՍՀ-ի սեփականությունը, այժմ անցնում է ադրբեջանի սեփականությունը։ Նա սա ասել է ռուսական կողմի խոսքերին ի պատասխան, ասում է, որ ռուսական կողմը ինչ որ պատճառով սկսել է հիշել, որ այս երկաթուղին կազմում է Հարավկովկասյան երկաթուղիների մասը։ Ընդ որում հիշենք, որ Փաշինյանը օրերս ասել էր, որ եթե ռուսական կողմը չկարողանա նորոգել այս հատվածը, Հայաստանի Հանրապետությունը իր ուժերով կնորոգի։ Մեկ բան էլ հիշենք, որ Ռուբեն Ռուբինյանն էլ ասում էր, որ ռուսական կողմի մասնակցությունը ընդհանրապես այս TRIP ծրագրին չի քննարկվում։ Կարծես թե մեզ հիշեցնում են հարևան եւ ոչ հարևան պետությունները, որ այս տարածքի համար քննարկումները ընթանալու են այսուհետև առանց մեր մասնակցության։ Բնականաբար առանց մեր մասնակցության են տեղի ունենալու, որովհետեւ ստորագրված ունենք նոյեմբերի 9-ի հռչակ համաձայնագիրը եւ օգոստոսի 8-ի փաստաթղթերը։ Հիմա այս փաստաթղթերի կողմերն են մի դեպքում Հայաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը, մյուս կողմից Հայաստանը եւ Ադրբեջանը, բայց TRIP-ն էլ ամերիկյան ընկերության պետք է դա։ Ու այս կոնտեքստում քննարկել թե Ռուբինյանն ինչ է ասում, Ռուբինյանը այս կոնտեքստում շատ փոքր անձնավորություն է ու իր կարծիքը այս պարագայում նշանակություն չունի ու եղանակ էլ չի փոխում։ Կան փաստաթղթեր ստորագրված
երկու գերտերության մենք ճանապարհ ենք տվել։ Ու երբ որ ասում ենք վտանգ կա, որ այդ պետությունները գալու են վաղ թե ուշ գալու են իրենց ստանալիքի հետևից։ Մենք աշխարհի 5 հզոր երկրներից երկուսին ճանապարհ ենք խոստացել, նույն ճանապարհն ենք խոստացել։ Սա մի օր հանգեցնելու է աղետի, դրա համար ենք ասում, որ օրը առաջ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից, պետք է դուրս գալ այդ համաձայնագրերից։ Որոնք թրիփի դեպքում պայմանագիր դեռևս կնքված չէ։ Նախաստորագրված է, բայց սրանք լուրջ խնդիրներ են առաջացնում, ասենք իրենք մտածում են գործ ունեն, չգիտեմ, երկրի ներսում կեղծ ընդդիմության հետ ու ինչ որ բաներ են խոսում, բայց գնացել են գերտերությունները փաստաթղթեր են ստորագրել, հիմա փաստի առաջ են կանգնացել Հայաստանի Հանրապետությունը։ Սա շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Մենք գիտենք, թե ԱՄՆ-ն ինչպես է իր սեփական հետաքրքրությունները պահելու համար գործում։ Մենք գիտենք, թե ինչպես է Ռուսաստանը գործում։ Մենք մեր տարածքի հաշվին տվել ենք նույն ճանապարհը երկու պետության։ Սա դասական խարդախության օրինակ է, երբ որ մի բնակարանը ծախում են 2-3 սեփական դրոշ, վերջում սնանկ ճանաչում տվյալ կազմակերպությունը իրենք կամ դատվում են կամ փախնում են։ Սա նույն բանն են արել, ասենք մեր հասարակությունն ուղղակի մեր ձայնը այդքան լսելի չի, որովհետև 100 խոսք իրենք են ասում, մեկը մենք ենք ասում ու մեր ասածը լրացվում է, բայց աղմուկի մեջ կորում է, բայց ունենք գործ երկու գերտերության հետ։ Երկու գերտերության մենք տվել ենք ճանապարհ ու սրա համար մենք պատասխան ենք տալու։ Հայաստանի Հանրապետությունն է պատասխան տալու, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որովհետև այդ ստորագրությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարի ստորագրությունն է։ Դրա համար ենք ասում, որ ինչքան հնարավոր է շուտ, որ մենք կարողանանք ազատվել այս խեղկատակ, դավաճան, ամենավատ պիտակներով պիտակարված իշխանություններից, այնքան հնարավորություն կա, որ կարող ենք սկսել ավելի լավ կետից։ Բայց իրավիճակը շատ լուրջ է։ Ադրբեջանը չի է հիմնական խնդիրը, Ադրբեջանի հարցերն էլի կարելի է միտեղ լուծել, Ռուսաստանի ու Ամերիկայի հարցերը ոնց են լուծելու։ Փաշինյանը ԵԱՏՄ ընդլայնված նիստի ընթացքում, որին Իլհամ Ալիևը հրավեր ստացել էր, բայց չէր ներկայացել, շնորհակալություն հայտնեց Ալիևին կառուցողական քաղաքականության եւ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տեղափոխող բեռների թույլտվության համար։ Վարչապետը կարծես թե Ալիևին քցնելու առիթը բաց չի թողնում, անգամ նրա բացակայության պայմաններում։ Սա նրա անձնական ինչ-որ վախերի արդյունք է, թե գործող իշխանությունների Ադրբեջանից կախվածությունը ավելի շոշափելի դառնալու արդյունք։ Մի քանի մաս ունի այս հարցը, որովհետեւ նախ ինքը ցույց է տալիս օրինակ Ռուսաստանին, որ ես քեզ հակակշռում եմ Ադրբեջանով, որը որ կեղծ թեզ է։ Ադրբեջանը, որովհետև մեծ հաշվով չի կարող լրիվ Վիկտորիոն գործել, չի կարող Ռուսաստանին շատ անջատ գործել, բայց մեր մակարդակն է մի մակարդակի չհասնում։ Երկրորդը ինքը փորձում է նաև գցնել Իլհամ Ալիևին, քանի որ այս պահի դրությամբ իր իշխանության համար մեկ երաշխավորը Իլհամ Ալիևն է, որովհետև ինքը Իլհամ Ալիևին հղում անելով է մեր հանրությանը փորձում մոլորեցնել խաղաղության կեղծ թեզերով։ Մենք հիշում ենք 21 թվականի վերջում պետք է լիներ այդ խաղաղությունը, 22 թվականի վերջում, 23 թվականի վերջում պետք է լիներ խաղաղությունը, չնայած դրա փոխարեն եղավ այն, որ Ադրբեջանը նախահարցագործողություններով հայաթափեց Արցախը։ 22-ն էլ կհիշենք, որ հարձակվեց Հայաստանի սահմանների վրա Վարդենից ջերմուկ։ Դեմոկրատիկ ասում են չէ, բայց տարվա վերջ պետք է լիներ խաղաղություն, չեղավ։ 24 թվականի վերջում պետք է լիներ այդ խաղաղության պայմանագիրը։ Հիմա 25 թվականի վերջն ենք, չկա այդ խաղաղության պայմանագիրը չի լինելու, բայց այդ կեղծ թեզերով Ալիևի կողմից հնչեցված նաև որոշակի հայտարարությունները փորձում է Ալիևին շնորհակալություն հայտնել, որ այդ խաղաղություն կոչված քաղցր ստով կարողանում է մոլորեցնել հայ հանրությանը ու ինքը մնալ իշխանության։ Հիմա դրա համար ինքը շնորհակալություն է հայտնում։ Իմիջիայլոց ավելի վատ բաներ են անում։ Հիմա երբ օրինակ վարելիք են ներկրել, չէ, բենզին են ներկրել, փորձում են դրանով ցույց տալ, որ Ադրբեջանը ինչքան մեծահոգ է։ Նախ հետել է խաբեություն, որովհետև օրինակ Վրաստանում ամենաթանկ բենզինը ադրբեջանական բենզինն է։ Այդ ինչպես է ստացվում, այսինքն սա էլ է կեղծ։ Տնտեսական առումով նաև կեղծ է, այսինքն Ադրբեջանը միգուցե զեղչված գնով մի անգամ տվել է, սա միանվագ է, Վրաստանը գումար չի վերցրել ճանապարհներն օգտագործելու համար, մի անգամ էժան բենզին է մտել, բայց մենք էլ ենք հասկանում, որ այս ժամանակներում բենզինի այդ առևտուրը մեռնող բիզնես է, որովհետև գնում են մեքենաները էլեկտրոմոբիլների, հա, բենզինային մեքենաներին եկել են փոխարինելու էլեկտրոմոբիլները։ Սա ուղղակի պիլոտային ծրագիր է, որի հաջորդ քայլը պետք է լինի, որ Հայաստանին կախվածության մեջ գցեն ադրբեջանական էներգիայից, այսինքն հաջորդիվ կարող է լինել, որ Հայաստանը միգուցե գազ ներկրի Ադրբեջանից ու նստացնեն Ադրբեջանի էներգետիկ ասեղի վրա։
Ընդ որում մասնագետ մարդիկ շեշտում են, որ Ադրբեջանը ավելի շատ պատրաստին արտամթերք ներմուծում է, քան արտահանում։ Դա էլ գումարված, բայց հիմնական թեման է, որ հաջորդիվ իրենք փորձելու են գազի հետ կապված քննարկումներ անել ու դա մեկնաբանել, որ մենք դիվերսիֆիկացնում ենք, որպեսզի Ռուսաստանից կախվածությունը նվազեցնենք։ Ես համաձայն եմ, պետք է դիվերսիֆիկացնել, պետք է Ռուսաստանից կախվածությունը նվազեցնել, բայց դրան այլ ճանապարհներ կան։ Մենք ունենք օրինակ հարևան Իրան, որտեղից կարող են գազ ներկրել, հասկանում ենք, որ կարող են մեջ բերել, որ ԱՄՆ-ն կարող է խոչընդոտել սանկցիաներ, մնացած թեմաներ, բայց նորմալ դիվանագիտության պայմաններում հնարավոր էր ԱՄՆ-ի հետ բանակցել, ասել ցանկանում եք, որ մենք Ռուսաստանից կախվածությունը նվազեցնենք։ Ներեցեք հիշեցնենք, որ այդ խողովակաշարը բարեհաջող կերպով նախորդ իշխանությունների կողմից վաճառվել էր հայ ռուսգազարդին։ Նոր խողովակաշար կարող են կառուցել, ու հա նախորդ իշխանությունները կրկնակի անգամ փոքրացվել էր խողովակաշարը։ Նախորդ, բայց մեկ համակարգ, բայց կարելի էր ԱՄՆ-ի հետ օրինակ համագործակցելով ստանալ հնարավորություն օրինակ սանկցիաներից որոշակի ազատություն տալ Իրանին, որպեսզի Հայաստանը օրինակ էներգետիկ անկախություն որոշակի չափով ունենա։ Միահեծան չլինի, այսինքն Ռուսաստանից մենակ կախված չլինի, բայց հիմա ինչ են անում։ Հայաստանին փորձելու են տանել դեպի ադրբեջանական կախվածություն։ Այսինքն մենք արդեն ոչ թե կախված ենք լինելու գերտերությունից, այլ ուղղակի մեր նման մի հատ պետությունից, որպեսզի հեգեմոն դիրք ունենա Իլհամ Ալիևը եւ Ադրբեջանը։ Հայաստանում իրենք սկսեն որոշել ճանապարհները վերցնում են, էներգետիկ համակարգը վերցնում են, էներգետիկ կախվածության մեջ գցում են, իսկ այսօր աշխարհը դրա այդ հիմքերով է, տնտեսությունները դրա էներգիա եւ ճանապարհի հաշվին են զարգանում։ Մենք մեր ճանապարհները զիջում ենք, էներգետիկ համակարգը սկսում ենք զիջել, բենզինը առաջի քայլն է։ Ու հաջորդի ունենալու ենք Ադրբեջանի հպատակ պետություն։ Ուզում ենք դա ունենալ, թե չէ։ Քաղաքական ձախողումների հետ մեկտեղ գործող իշխանությունները նաև տնտեսական եւ սոցիալական ծրագրերը կատարելիս են ձախողվում։ Հետք գրում է, որ մետրոյի աչափնյակի կայարանի կառուցման համար արդեն իսկ ծախվել է 1.8 միլիարդ դրամ, անգամ այս թիվը ահռելի է թվում։ Սակայն գումարները վատնվել են եւ կայարանի կառուցումը նախագծումից այն կողմ չի անցել։ Այսինքն ստացվում է, որ մարդիկ նախագծման համար միայն այդքան գումար են ծախսել։ Քաղաքապետ Ավինյանն էլ ասում է, որ այդ գումարներով, այսինքն մնացած գումարներով ինչ որ տորելոբուսներ են գնել, բայց խոսք էին տրվել, որ եւ նա կլինի եւ նա։ Որտեղ եք տեսնում պատճառը, որ մետրոյի կայարանը չի կառուցվում, չէ՞ որ մարդիկ խոսք էին տվել մեզ։ Հիշեք ժամանակին այդ լուսահոգի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, երբ որ քրեական գործ հարուցվեց 10 միլիոն դրամ անճշտությամբ ծախսելու համար, այսինքն երբ որ տասնյակ միլիոնավոր դոլարները շրջանառվել պետական համալսարանում Արամ Սիմոնյանի կառավարման ժամանակ 10 միլիոն դրամի անճշտություն կար։ Հիմա այս մարդիկ ամբողջ բյուջեն վերցրել են ու ոչ ճիշտ են ծախսում։ Միլիոնավոր դոլարների, տասնյակ միլիոնավոր միլիարդի հասնող գումարներ իրենք ոչ ճիշտ են բաշխում, ոչ ճիշտ են ծախսում, այսինքն նախագծում են 1.8 միլիարդ, դա 4.5 միլիոն դոլար է անում։ 4.5 միլիոն դոլար ուղղակի ծախսում են ոչինչի համար, հետո մետրոյի համար նախատեսված գումարներն ուղղում են ապահովագրության համար, պարտադիր ապահովագրության։ Որոշակի գումարներ ուղղվել են այդ ուղղությամբ։ Հիմա հունվարի 1-ից գործելու է այդ առողջապահական ապահովագրությունը, որին պետությունը պատրաստ չի։ Այսինքն միայն զանգերի կենտրոնը, որը որ պետք է արդեն պատրաստ լիներ, վերազինված լիներ, աշխատողներ ընդունած լինեն, իրենք դրան պատրաստ չեն։ Հիմա մեր հարգելի հայրենակիցներն ասում են, քանի որ հունվարի 1-ից դուք ապահովագրություն ունեք, ցանկացած հարցով կարող եք զանգել, դիմել ձեր առողջական խնդիրների հետ կապված, գիտեմ, ստենդավորման հարց կլի, զոնդավորման հարց կլի, զանգեք, պահանջեք, քանի որ դուք այլևս ապահովագրված եք։ Ու իմիջիալից ասեմ, հանցավոր այս ապահովագրության թեմաներով իրենք որելի անճշտություններ են անում։ Օրենքը գործելու է հունվարի 1-ից, գումարները 200,000 եւ ավել աշխատավարձ ստացող մարդկանցից պետք է գանձվի այդ գումարները, բայց իրենք հետադարձ ուժ են տվել օրենքին դեկտեմբեր ամսվա աշխատավարձներից են նաև գանձելու։ Սա հանցավոր էլեմենտ է։ Չեղած բանի համար մարդկանցից սկսել են գումար գանձել, որովհետև սա նախընտրական process է, այսինքն կարելի ասել սա կաշառք է, նախընտրական կաշառք է, չաշխատող համակարգ են գործի դնում։ Ոչ թե սկզբից համակարգն են կառուցում, նոր հետո գործարկում, այլ ինչ որ բան են գործարկել, որի համակարգը գոյություն չունի։ Իմիջիալից երբ որ Փաշինյանը հայտարարել է չգարող եք այդ առողջապահական համակարգի վրա, ինքը ցանկանում է ժամանակ շահել, ընտրությունների մասնակցել, ընտրակաշառքի դիմաց տալ ձեր ձայնը, բայց
Դուք կարող, եթե դուք առողջական խնդիրներ ունեք, մի հապաղեք, զանգեք այդ հեռախոսահամարներով, փորձեք ստանալ ձեզ հասանելիք, պետության կողմից ձեզ հասանելիք առողջապահական ծառայություններ, որովհետև դրա համար արդեն վճարված է դեկտեմբեր ամսվանից սկսվել է վճարվել։ Դուք իրավունք ունեք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ օգտվել ձեր իրավունքից, ձեզ հասանելիք արտոնություններից։ Գումարների վատ ծախսելու վերաբերյալ երևի թե հիշենք դասականի արտահայտությունը, որ ասում է ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց ես գլխավոր մեղավորը չեմ։ Ինչպես միշտ մեղավորները չեն գտնվում այս վատնումների համար։ Գումարների հարցով նորից պատգամավորները 3 միլիոն դրամ են պարգևաճար են ստացել երևի նոր տարվան պատրաստվելու համար։ Այսպիսի պարգևաճարների այսպիսի թվերը արդարացված են արդյոք։ Սա իմ սուբյեկտիվ պատկերացումն է, նախ Հայաստանի Հանրապետության պարլամենտի թիվն է ուռճացված։ Երկրորդ այդ մարդկանց աշխատավարձները ինչի համար են ստանում։ Մեր պատգամավորները թե ընդդիմություն թե իշխանություն ինչ են արել այս տարիների ընթացքում։ Ընդդիմությունը խոստացել էր, որ Փաշինյանը չի լինելու իշխանություն, ընդդիմությունը process-ներ է սկսել, որը բոլորը տապալել է։ Ինչ են արել։ Ու հետաքրքիր է, որ այդ ընդդիմությունից էլ հայտարարություններ չեղան, այդ 3 միլիոնները ինչի համար իրենք ստանում։ Ընդդիմադիրների կողմից նույնպես ես օրինակ չեմ լսել, որ այդ գումարներից իրենք հրաժարվեն, հա միգուցե ասում են ինչ որ բարեգործություններ կան, բայց սա լուրջ չի։ Ու իրենք մասն են կազմում այսպես process-ների ժամանակ էլ չնայած իրենց համար միեսիմիջ մեծ գումար չի, որովհետև մենք տեսնում ենք նրանց ապրելակերպերը, թե ինչպես են փոխվել, շատերին ճանաչել ենք, չէ՞։ Մեր աչքի առաջ են եղել։ Դա պատգամավորական աշխատավարձներով ունեցած չի։ Շատերն ասում են մենք մինչև դել են կայացած եղել, բայց չգիտեմ, կոշիկ չունեին հագնելու տեսել ենք։ Մենք տեսել ենք դրանց թե ինչպեսի ապրելակերպ են ունեցել ու պատգամավորական աշխատավարձներով հնարավոր չէ ունենալ այն ինչ որ իրենք ունեն այսօր։ Մարդ գիտեն, որ ասում է մենք ծանր աշխատանք ենք անում 200,000 դոլարանոց ինչ որ բան է, ինչա որ չունենանք։ Այդ գիտենք ինչպեսի ծանր աշխատանքներ են անում, հետ են անում այդ ծանր աշխատանքները, ինչքան ծանր է։ Հաջորդ հարցը հնչեցնելիս մենք պետք է ներողություն խնդրենք քաղաքապետի բառապաշարը կրկնելու համար, մեջբերելու համար։ Երևանի քաղաքապետ Ավինյանը գտնում է, որ որոշ ավականու որոշ ներկայացուցիչներ հաջորդ հարցի դեպքում մենք պետք է ներողություն խնդրենք քաղաքապետի հարուստ բառապաշարը մեջբերելու համար։ Երևանի քաղաքապետ Ավինյանը գտնում է, որ որոշ ավականու անդամներ լոճվել են, դե իրենք որոշ մարդկանց համբալներ են անվանում, ասենք ինչ որ ֆինանսական կարողությունների ֆոնին, այսինքն եթե ինչ որ գումարից քիչ ունես համբալես, եթե համաձայն չես իրենց հետ լոճվել ես ուրեմն։ Եվ հիշենք, որ ամիսներ առաջ քաղաքացիական ակտիվիստի ծեծի հաջորդող խոսքում Ավինյանն ասել էր, որ պետք է նրան պատժել։ Նախ մեր հասարակության մեջ պատժել հասկացություն չկա, եթե դու դատայական համակարգի մասը չես կազմում, եւ ի վերջո քաղաքական խոսքի համար ինչպես կարելի է մարդուն պատժել։ Մենք Աֆղանստանում ենք ապրում, թե որտեղ ենք ապրում։ Մենք տեսնում ենք, որ ԿՊ ներկայացուցիչների խոսքը ավելի գռեհիկ է դառնում վերջին շրջանում։ Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, միթե նրանց սա չի խանգարի գալիք ընտրություններում։ Իրենք հետևում են իրենց առաջնորդին, այսինքն առաջնորդն ինչ ասում է, իրենք շարունակում են։ Մենք կհիշենք ժամանակին, երբ որ Փաշինյանը օրինակ Աժամբյունից հայտարարում էր, ասում էր բոլորիդ կլսնենք ԿԳԲ պատվալները։ Ներեցեք, բայց այդ դեպքում Փաշինյանն ասում էր, որ բարեվարկության կանոններ պետք է մշակվեն, թե դա այլ կուսակցությունների համար է, իրենց համար չէ։ Չէ, իրենք չի վերաբերվում։ Հիմա իրենք ասում են, որ կլսնենք ԿԳԲ-ի պատվալները, իմիջո չեն ասում ԱԱԾ։ Իրենք համարում են, որ դա ԿԳԲ պատվալներ են։ Մարդը նոր նկարվել էր այդ շինության կողքը։ Այնտեղ էլ չեն ասում, որ դա ԿԳԲ է, այնտեղ էլ ասում են FSB, բայց Փաշինյանի համար դա սովետական էությունն է, որ ինքը ասում էր կլսնեմ ԿԳԲ պատվալները ու շարունակեց լսնել։ Հիմա ինքը նախադեպեր է ծնում, իսկ իր ենթականները կրկնում են, իրենց քաղաքական հոր գործողությունները նայում են, ոգեշնչվում են, իրենք են շարունակում նույն լեքսիկոնով խոսել, բայց սա այս բիզը երկու ծայր ունի, որովհետև այն գործիքակազմը, ինչ որ իրենք օգտագործում են, սա նաև նախադեպ է ծնում, որ իրենց նկատմամբ են նույնն անելու։ Իրենք վատ նախադեպեր են ծնում, իրենք փոխանակ գնան օրինական ճանապարհ, օրինական երկիր կառուցելու, հակառակը այնքան բան անում, որ սա հենց իրենց դեմ է օգտագործվելու։ Իրենք սա են լավ հասկանում։ Դրա համար ամեն գնով, կյանքի գնով կարճած այս իշխանությունից, որովհետև իշխանությունը ինքնանպատակ չի, իշխանությունը ժողովրդին, պետության ծառայելու համար է, բայց մենք տեսնում ենք, որ իրենք դադարել են այլևս պետության ու ժողովրդին ծառայելու համար, իշխանությունը ծառայեցնում են զուտ իրենց անվտանգությունն ապահովելու համար։
բացառապես իրենց անվտանգությունը ու բացառապես իրենց կյանքը ապահովելու համար մնացած բոլոր գործողությունները, որը որ դրված է իշխանության վրա, իրենք չեն անում, տոտալ կերպով չեն անում։ Իրենք սաբոտաժ են անում, իրենք պետության համար ոչ մի ծառայություն չեն մատուցում, մեր պետության շահերը ոչ միտեղ չեն ներկայացնում, ամեն ինչը զիջել են ու շարունակում են զիջել, միայն թե մնան իշխանության, միայն թե մնան այդ գահին, որովհետև գիտեն, որ իրենք այնքան վատ բաներ են արել, որ երանի են տալու հայտնվելու նախկինների կարգավիճակում, որովհետև նախկիններն էլ բազմաթիվ վատ բաներ անելով, բազմաթիվ վատ երևույթներ ծնելով, գոնե որոշակի անվտանգության երաշխիքներ են ստացել հայ ժողովրդի կողմից։ Սրանք հասկանում են, որ այդ անվտանգության երաշխիքները իրենք չունեն։ Իրենք բոլոր չափերն ու սահմաններն անցել են։ Իրենք են դա լավ հասկանում։ Իրենց ոչ մեկ ոչինչ չի ասել, բայց իրենք հասկանում են, թե իրենք ինչ են արել։ Ու դրա համար հա ամեն ինչ անելու են, իրենք ամեն ինչ անում են, օրենքից դուրս են գործում, օրենքից վեր են իրենք։ Ընդ որում շեշտենք, որ մենք ընդդիմադիր քաղաքական գործիչների տգեղ քաղաքական խոսքը եւս չենք քաջալերում։ Չստացվի թե մենակ Ավենյալի լոճվելու հարցն է, նրանց խոսքն էլ ամեն դեպքում գեղեցիկ չէ։ Բովանդակությունից շեղում են։ Այդ վատ խոսքեր, վատ արտահայտություններ անելով մարդկանց շեղում են։ Ապահովում են տեսարաններ, բայց բովանդակությունն է բացակայում։ Որ ասես ինչի շուրջ եք դուք վիճում։ Հիմնական թեման ձեր համաձայնության ի՞նչն է։ Ըստ էության խոսենք, ոչ թե ուղղակի իրար հայվենք, տեսարան ապահովենք ու անցնենք առաջ։ Եթե Ռոմում հաց եւ տեսարաններ, մեզ մոտ երևի թե ասֆալտ եւ տեսարաններ։ Ասֆալտ տեսարան։ Իմիջայլոց այս պարգևավճարները երբ որ տրվում էր, սա նաեւ հաշնային շնորհակալություններ ընդդիմադիր պարլամենտական ընդդիմությանը, որովհետեւ իրենք նույնպես ծառայեցին Փաշինյանին վեճ ապահովելով, տեսարան ապահովելով, իսկ այս անցած արդեն կարելի ասել 5 տարիների ընթացքում իրենք ըստ էության ոչինչ չարեցին։ Իրենք ոչ մի բովանդակային հարց առաջ չքաշեցին, իմիջայլոց պարլամենտում նստած էր Արցախի ազգային հերոս Սերան Օհանյանը։ Հասկանում եք, ազգային հերոս։ Այդ ազգային հերոսը երբ որ հայտարարում է, որ դավաճան, ինչ որ մեկին դավաճան է պիտակում, դա անլրջացնում է այդ կարգավիճակը, որովհետև մենք գիտենք, չէ՞, դավաճանների հետ ինչ են անում։ Ազգային հերոս է, իսկ ազգային հերոսին ուղղակի ժամանակ առ ժամանակ հայհոյում էին, չգիտեմ, դեպքեր են եղել, երբ որ խփել են ճանապարհի տներով, իրեն գնում են իրար հարգելի վարչապետ, մեծարգո նախագահ, չգիտեմ, հարգելի գործընկերներ այդ ֆորմատով այնուհետև սկսում են իրար հետ զրուցել, ասես թե ոչինչ էլ չի եղել, նորմալ առօրյական իրավիճակ է, Հայաստանը զարգանում է, Հայաստանը հաղթել է կամ ճգնաժամային իրավիճակում չեն գտնվում։ Ընդ որում շեշտենք, որ դավաճանությունը ինչ որ առումով նաև իրավական կատեգորիա է, այսինքն համապատասխանորեն կա դավաճանների հետ աշխատելու։ Օրինակ մեր նման մարդիկ ասում են, այո, Փաշինյանը դավաճանել է Հայաստանի Հանրապետության շահերը, Արցախին է դավաճանել ու ասում ենք, որ հոդվածներով նույնիսկ։ Դրա համար մենք ասում ենք, մենք կողմ ենք իրավական գործընթացներին, երբ որ մեր ձեռը հնարավորություն կլինի, այդ մարդիկ, բոլոր այն մարդիկ, ովքեր դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության շահերին, իրենք օրենքի ողջ ուժով պատասխան են տալու, որովհետև անհրաժեշտ է մի անգամ գոնե Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդին դավաճանած մարդկանց օրենքի ուժով պատժել, երբ որ մի անգամ այդ պատիժը վրա կհասնի, հաջորդիվ սերունդների համար դա դաս կլինի, որ չի կարելի, շատ վատ բան է, ոչ թե դավաճաններին խրախուսեն, հակառակը մեծարգո հարգելի գործընկեր, չգիտեմ, նման կերպով իրար դիմեն, իրար պարգևավճարներ տան, իրար հետ բիզնեսներ անեն, մեկը մյուսի լինելություն ապահովել, հասկանան, որ ովքեր որ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության կդավաճանեն, իրենք սերունդներով են պախարակվելու։ Ու դա պետք է դատա լինի հանրային կերպով բաց։ Գալու է այդ օրը, իրենք պատասխան են տալու։ Օրինագիծ է մշակվում, համաձայն որի օտարերկրյա հեռուստալուկներում հնչող հակահայկական Հայաստանի Հանրապետության դեմ հնչող կարծիքները տարածելու համար մարդիկ կարող են պատժվել ապագայում։ Իմիջայլոց ոչ թե հակահայկական, օրենքով կարգելի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն եւ դաժանություն քարոզելու նպատակ հետ համատեղ բովանդակության տարածումը կարգելվի նաև օտարերկրյա հեռուստա ռադիո ծրագրերում ներքաղաքական կյանքի միջամտող բովանդակության տարածումը։ Սկսենք վերջից։ Facebook-ում չեմ կարող հիմա ինչ որ նյութեր արդեն կիսվել, զգուշանանք։ Այստեղ ամենակարևոր թեմաներից մեկը, որ
ներքաղաքական կյանքի միջամտող բովանդակության տարածումը։ Օրինակ մեր մարտական եղբայրության միաբանությունը ու իր վերլուծական խումբը վերլուծում է ու ասում է Ադրբեջանում ինչ են ասում մեր շուրջ, մեր մասին ինչ են ասում, ու մենք փորձում ենք լուսաբանել։ Նման կերպ գործունեություն է ծավալում նաև Տաթևիկ Հայրապետյան։ Հիմա մենք մեր քաղաքացիներին ճշմարտությունն ասելու համար կարող ենք դատապարտվել, հա։ Սա առաջին օրինակ Ադրբեջանից հնչող խոսքերը, որը որ մենք ասում ենք հարգելի հայրենակիցներին, ինչ որ Փաշինյանը ասում կեղծ է, որտեղ Ալիևը նման կերպ չի արտադրվել, այլ այս կերպ է արտադրվել Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին։ Փաշազադեն ասել է, որ եկեղեցին դες ինչ խնդիրներն է առաջացնում։ Հիմա սա Հայաստանի Հանրապետությունում տարածելու համար, սա Հայաստանի քաղաքական կյանքին է վերաբերում։ Երբ որ մենք սա տարածենք, ինչ է, դառնալու է, որ օրենք խախտեցինք։ Դրա համար եմ ասում, վերջից գանք իրենք կարող են սա հետևյալ սոուսով տալ, որ իբր թե Ռուսաստանից, որ ինչ որ բան չասեն։ Հա, Ռուսաստանից էլ են մեկնաբանում, Ֆրանսիայից էլ են մեկնաբանում, ԱՄՆ-ից էլ են մեկնաբանում, բոլոր տեղերից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից։ Մենք այս աշխարհի մասն ենք ու մենք ինքներս որոշակի մեկնաբանություն տալիս ենք այլ երկրների ներքաղաքական կյանքին ու մյուսները մեր ներքաղաքական կյանքին կարող են գնահատական տալ, բայց սրանով արգելվելու է, որ մենք Ադրբեջանից հնչող այդ սպառնալիքները այս երկրի ներսում ասենք ու տեղեկացնենք մեր հանրությանը։ Ես ինքս այդպես եմ տեսնում, որ առաջի հերթին Ադրբեջանից հնչող այդ սպառնալիքները չպետք է մեր հանրությանը տեղեկացվի։ Երկրորդը նպատակ հետամտող բովանդակությունը կարգել նաև պատերազմ կամ բռնության քարոզը։ Հիմա հիշենք 20 թվականին, երբ որ հենց նույն Փաշինյանն էր ասում, ով տանը ինչ ունի, վերցրեք, գնացեք, պաշտպանեք, պատերազմի մասնակցեք, սա ինչի մասին է խոսում։ Այսինքն այլևս մեր չի կարելի դիմադրության կոչ անել, հա։ Սա ստերջացնելու քաղաքականություն է հայ հանրությանը ու հայ քաղաքական դաշտին փորձում են ստերջացնել մինչև վերջ։ Այսինքն որ այստեղից որևէ դիմադրության խոսք չհնչի։ Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, ամեն կերպ փորձում է օկուպացնել արդեն հայկական քաղաքական դաշտում Հայաստանի Հանրապետությունը, իսկ այստեղից որևիցե խոսք դա դիտվելու է որպես, չգիտեմ, բռնության կոչ, պատերազմի կոչ եւ նմանատիպ բովանդակության հետապնդող հայտարարությունները, ոչ թե կոնկրետ ինչ-որ բան, այլ լղոզված է այս ամենը։ Որպես այնօրինս շատ մարդկանց վրա կարվի։ Հա, հիմա մենք օրինակ ասում ենք, այո, սխալ է, իրենց ասած խաղաղության կեղծ օրակարգը, որովհետեւ սա խաղաղություն չի, ու խաղաղություն միշտ է լինում, ցանկացած պատերազմից հետո խաղաղություն չի կարող նպատակ լինել։ Խաղաղություն դա գալիս է, անկախ քո կամքից, 100 պատերազմից հետո է խաղաղություն եղել։ Խաղաղությունը ինքն իրան գալու է։ Մենք ինչ ենք ուզում, մենք հաղթանակ ենք ուզում, թե պարտություն։ Իրենց ասած այս խաղաղության տրամաբանությունը բոլորի ասած։ Սա Հայաստանի Հանրապետության պարտության տրամաբանությունն է։ Մենք դրա հակառակն ենք ասում, դրա համար միգուցե սկսենք դատապարտել նաև մեզ կամ մեր նման խոսացողներին։ Ընդ որում եկեք շեշտենք, որ ցանկացած նյութի տարածումը արգելելիս կարող ենք մենք հանդիպել այլ խնդրի, երբ մեր ընթերցողները կամ մեր դիտողները ստանում են նյութը պատրաստի արդեն իսկ արտասահմանյան նյութի շրջանակներում եւ առանց հայ մասնագետի մեկնաբանության մարդիկ կարող են այլ տեսակետ ունենալ բոլորովին, ավելի ոչ հայանպաստ տեսակետ։ Ամփոփենք մեր զրույցը խաղաղության դարաշրջանի կառուցման գործընթացով։ Ադրբեջանը եւ Թուրքիան փոխօգնության հուշագիր են ստորագրել, պայմանագիրը դեռևս կնքված չէ, բայց ամեն ինչ դրան է գնալու։ Մենք տեսնում ենք, որ թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում մեծանում է։ Այս ազդեցությունը առաջ էլ բավականին նշանակալի էր, բայց այսպիսի պայմանագրերի կնքումը առաջ անհնար էր թվում, որովհետեւ Ռուսաստանի ներկայությունը ավելի զգալի էր։ Մենք սրան ինչ ենք հակադրում, բացի անընդհատ զիջելու քաղաքականությունից։ Այս բայ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենք ինտեգրվել այդ դաշինքին։ Իրենք գնում են թուրքական ուղեցում գործելու։ Ամեն կերպ Հայաստանը փորձում են տեղավորել թուրք-ադրբեջանական ուղեցում։ Ու փորձում են, երբ որ Փաշինյանը ասում է թող գնան միանան թուրքական մյուս աշխարհին, սա նշանակում է, որ սա երկրի ղեկավարն է ասում է, որոշ ինչ որ փորձագետ չի ասում, վերլուծաբան չի ասում, մեկնաբան չի ասում, սա ասում է երկրի ղեկավարը, երբ որ ասում է թող գնան, շփվեն, միանան, մենք ճանապարհը տալիս ենք ու գնում ստորագրում են ճանապարհները հանձնում են։ Ու ամեն կերպ ասում են անհարմար ձևով են հանձնում Հայաստանի Հանրապետության։ Սա նշանակում է, որ մենք էլ ենք մեզ էլ են տանում այդ միության մաս կազմելու։
ստորադասելով Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերը։ Հա, իրենք գնում են իրենց ճանապարհով ու մեծ հաշվով սա ես ասում եմ հնարավորությունների դարաշրջան է։ Աշխարհը նոր վերաձևում է գնում։ Թուրքիան իր բոլոր խաղադրույքները կատարել է, ամենամեծ ռիսկին է գնացել ու փորձում է հայտ ներկայացնել, որպեսզի աշխարհում լինի գերտերություններից մեկը։ Ինքը ցանկանում է իր երբեմնի այդ կայսրությունը վերականգնել, որը որ կորցրել է։ Մենք միշտ նայում ենք Թուրքիային Հայաստանից, չգիտեմ, Ռուսաստանի աչքերով, բայց պատկերացրեք Թուրքիայի աչքերում Թուրքիան առաջին համաշխարհից հետո ամեն ինչ կորցրեց, իր կայսրությունը փլուզվեց ու հիմա ինքը ցանկանում է վերականգնել։ Դրա համար կատարել է բոլոր խաղադրույքները, ինքը կամ հաղթած դուրս կգա կամ ամեն ինչ կկորցնի։ Մեծ ռիսկի է գնացել։ Դրա համար մենք ասում ենք, երբ որ աշխարհը վերաձևման փուլում է, այնպես ինչպես 1900-ականների սկզբից մինչև 1945 թվականը, որտեղ էլի բազմաթիվ պետություններ մեծ խաղադրույքներ արեցին ու տանուտ տվեցին ու լիքը պետությունների հայտ եկան աշխարհի երեսին, նոր քարտեզ գծվեց, լիքը նոր պետություններ հայտնվեցին, որովհետև տվյալ ժողովուրդները իրենց կռվին պատրաստ էին։ Հիմա մեզ համար հնարավորությունների ժամանակաշրջան է։ Մենք եթե չենք պատրաստվում, կորցնելու ենք ամեն ինչ։ Բայց եթե մենք պատրաստ լինենք աշխարհի այս խառը իրավիճակում, հնարավոր է մեր համար լրիվ նոր դռներ բացվեն, լրիվ նոր հնարավորություններ ստեղծվեն, որը շատ իրատեսական է։ Ուղղակի մենք ինքներս մեր տեղում պետք է լինենք։ Երբ որ ասում ենք անկախություն, մեզ հակադարձողները շատ դեպքերում փորձում են անլարժացնել, ասում են, դե իրապես անկախ պետություններ չկան։ Մեկը մյուսից կախված, այո, մեկը մյուսից կախված, երբ որ ասում ենք անկախություն, դա անկախ քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքն է, ու այդ հնարավորությունը ստեղծելն է։ Ոչ թե ասում ենք, չգիտեմ, արևային պանելներ կդնենք, լույս չենք վերցնի, ոչ մի էներգիա չենք վերցնի, չգիտեմ, ճանապարհները կփակենք, ինքներս ամեն ինչ կացադրենք, կապրենք, չէ, նման բանի մասին խոսքը չի գնում։ Մենք էլի փոխհարաբերվելու ենք աշխարհից, բայց որոշումները մենք ենք կայացնելու։ Հայաստանի Հանրապետությունից այդ որոշումները կայացվելու։ Սրա համար ենք ասում, որ անկախությունը գերագույն արժեք է, որ մենք մեզ ձեռնտու տարբերակներով ենք փոխհարաբերվելու աշխարհից, բայց դրա համար առաջին պետք է տեղում լինել, պատրաստ լինել, ունենալ կազմակերպված թիմ, ունենալ նորմալ պետություն, նորմալ օրենքներով պետություն ու ինքնուրույն պետություն։ Դրա համար ձեզ բոլորիդ կոչ ենք անում, եկեք, միացեք, մասը կազմեք մարտական եղբայրության միաբանության, նրա կողմից ստեղծվելիք ազգային հեղափոխություն կուսակցության, որը որ ամենայն հավանականությամբ փետրվարին կգնա գրանցման։ Եվ միասին կարող ենք ստեղծել այն թիմը, որը իր վրա կվերցնի ամբողջ պատասխանատվությունը, իր վրա կվերցնի ամբողջ գործունեությունը ու կկարողանա կազմակերպել, պատրաստել այս նոր մարտահրավերին, նոր ձևավորվող աշխարհում մենք ունենանք մեր դերը, մեր տեղը։ Ամեն ինչ արժևում է, հնարավորությունների ժամանակաշրջան է, ու սրա պետք է ոչ թե լավ ցույցով դիմավորենք, այլ հակառակը ոգևորությամբ, մեծ ոգևորությամբ, ժպիտով ու մեծ սպասումով, մեծ հույսերով, որովհետև նման իրավիճակներում հնարավոր է ունենալ ամեն ինչ, ամենացանկալի ու ամենահնարավոր արդյունքները կարող ենք մենք մեզ համար գրանցել։ Այսքանը հաջորդ հանդիպում մեր տեղի կունենա 2026 թվականին եւ հույս ունենք, որ լավ նորություններ կլինեն ի տարբերություն այս տարվա։ Հաջողություն։